Շնորհակալ եմ, որ կրկին անգամ լուսաբանելու եք մեր հարցազրույցները։ Մենք գիտենք, որ դուք մեր կողքին եք եւ կանգնած եք ճիշտ լուրերի տարածմանը։ Մենք, ինչպես խոստացել ենք, շատ բաց ենք բոլոր հարցերի, առաջարկների, քննարկումների առջև։ Եվ մենք, ինչպես խոստացել էինք, պետք է պարբերաբար ներկայացնենք ինչ աշխատանքներ են կատարվել այս ընթացքում, ինչ հանդիպումներ եւ ինչ արդյունքներ են գրանցվել։ Մեկ ամիս շարունակ կարողացել ենք 3 աշխատանքային խմբերով համագործակցել սոցիալ հետ եւ որոշակի արդյունքներ ունենք։ Եվ այսօր մեր բանախոսներն են Նժդեն Իսկանդարյան եւ Ապրեսը Մարգարյան։ Խնդրում եմ միայն հարցերի դեպքում հարցերը չեն սահմանափակվում, բայց հարցերը միայն Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդին վերաբերող հարցեր լինեն, մենք սիրով կպատասխանենք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Ինչպես գործընկերս նշեց, այս 2 ամսվա ընթացքում ստեղծել ենք աշխատանքային խմբեր եւ որոշակի դրական հաջողության ենք հասել, հերթով կտեղեկացնեմ, ուրեմն բնակարանային ծրագրի վերաբերյալ, ինչպես գիտեք, կար գոտիներ 3, 4 եւ 5, այժմ ունենք որոշակի փոփոխված, բարեփոխված տարբերակ, եւս 158 բնակավայր ներգրավված է լինելու այն 4 միլիոնանոց գոտու մեջ։ Դրանք հիմնականում Կոտայքի, Արագածոտնի, Արարատի մարզերում են լինելու, այստեղ ընդհանուր առմամբ ապրում է 13207 արցախցիներ, վստահ եմ մեր հայրենակիցներին այս պահին հուզում է, որ քաղաքներն են լինելու, մի քանիսը թվարկեմ, ուրեմն Չարենցավան քաղաքը, Բյուրեղավանը նույնպես, ցավոք սրտի Աբովյանը ներգրավված չէ, այնտեղ կան գյուղեր եւս, քաղաքներից Արարատ քաղաքն է, Ապարանը նույնպես, Էջմիածինը, Մեծամորը, որոշակի դրական, այսպես շոշափելի արդյունքներ ունենք, ինչպես նաև ունեինք Արցախից զոհված ընտանիքների հետ կապված խնդիրներ, 82 ընտանիքների մասին է խոսքը, որը որ Արցախի Հանրապետությունը իր վրա է վերցրել բնակարանային ծրագրի շրջանակներում, այսօր բանակցությունների ընթացքում հասել ենք նրան, որ այդ պարտավորվածությունը իր ուսերին է վերցնելու Հայաստանի կառավարությունը։ Միևնույն ժամանակ բնակարանային ծրագրի շրջանակներում հասել ենք նրան, որ ընտանիքները, ովքեր ցանկություն ունեն կառուցապատում իրականացնելու, թույլտվություն լինելու է, ինչպես նաև լինելու է կառավարության կողմից վերահսկողություն, եւ այդ սերտիֆիկատներով նրանք կարող են կառուցապատում սկսել։ Այս պահին քննարկման փուլում է, նախկինում ունեինք այդ սերտիֆիկատով հողատարած գնելու տարբերակ, որի շեմը կազմում է 4 միլիոն դրամ, այժմ փորձելու ենք հասնենք նրան, քանի որ առաջին գծում բնակարանային ծրագրերը, բնակարանային այդ հողատարածները ավելի թանկ արժեն։ Երևի թե այս մասով էլ այսքանը, միևնույն ժամանակ հիպոթեկի հետ կապված հարցերը կուզեմ ասել, որ նախկինում արցախցիներին սերտիֆիկատով հնարավորություն էր տրվում վճարումները կատարել 10 տարվա ժամկետով, իսկ այժմ այդ թույլտվությունը լինելու է 20 տարի ժամկետով։ Նմանատիպ որոշակի էլեմենտների փոփոխություններ ունենք, բայց ընդհանուր առմամբ այն հաջողությունները, որոնք որ մեր հայրենակիցները սպասում են, չեմ կարող ասել, որ ամբողջությամբ կատարել ենք։ Առաջիկայում այդ մասով պարոն Մարգարյանը ավելի հստակ խորհրդի դիրքորոշումը կհայտնի։ Երբ թե այսքանը պարոն Մարգարյան, եթե ասելիք ունեք։ Ցավոք սրտի այդ հարցում չեն կարողացել համաձայնեցնել, քանի որ
խնդիրները բնականաբար լինելու են, քաղաքացիություն ստանալու հետ կապված լրջագույն խնդիրները կա, որը որ եւս չի լուծվել, դա այն կարմիր գիզն է իրենց համար, միևնույն ժամանակ ընդունել են աշխատակիցներ, փորձելով արագացնել գործընթացը, բայց միևնույն ժամանակ 1.5-ից 2 ամիս գործընթացը տևելու է, որ լուրջ խնդիրներ է առաջացնելու, եթե նույնիսկ մարդիկ այդ խմբերը չլինելու դեպքում հավաստագրեր ստանան, իրացնելու համար բավականին ժամանակ պետք է լինելու, առնվազն 4-5 ամիս պետք է լինելու, որպեսզի արցախցիները բնակարանային այդ ծրագրով ապահովեն, սա լրջագույն խնդիր է, մենք մեր դիրքորոշումը այդ մասով կառավարությանը հայտնել ենք, դրա համար ասեցի, որ խորհուրդը հանդես կգա հայտարարությամբ։ Անկեղծ ասած մենք ինչ խոստացել ենք, գնում ենք այդ ճանապարհային քարտեզով, բնականաբար այս արդյունքները, եթե ասեմ ամբողջությամբ կատարել ենք ոչ, բայց չնկատել դա էլ ճիշտ չի լինի, միևնույն ժամանակ հանրության հետ կշփվենք, քննարկումներ կունենանք, բայց թողնված շատ խնդիրներ ունենք, հատկապես խնդիրը վերաբերվում է 2 եւ 3 հոգանոց ընտանիքներին, որովհետեւ այս ծրագրով այդ ընտանիքները չեն կարող օգտվել բնակարաններից, կառավարությունը որոշել է ստեղծել մի մոդել, որը որ հնարավորություն կտա այդ քաղաքացիներին ապահովել բնակարանային ծրագրով։ Իսկ ինչ վերաբերում է ակցիաներին, բնականաբար շարունակվելու են, խորհուրդը հանդես է եկել ոչ միայն արցախցիների սոցիալական խնդիրներով, այնտեղ ունենք մենք 12 կետ, առաջինը դա արցախցիների հավաքական վերադարձն է, գերիների մասին ենք խոսել ենք պետական ինստիտուտների դերի մասին, բազմաթիվ են խնդիրները եւ այս առումով խորհուրդը իր դիրքորոշումը չի փոխել։ Կարծում եմ ճիշտ կլինի այդ հարցերը ուղղել Անաստաս Իսրայելյանին։ Միայն մեկ լրացում, մենք ունենք որոշակի ճանապարհային քարտեզ։ Եթե Պաուլ Իսրայելյանը գտնում է, որ մենք այդ ճանապարհային քարտեզով չենք քայլելու միասին եւ իր ուղղությունը դեպի քաղաքական ճանապարհն է, այդ պատճառով այդ հարցերը խնդրենք իրեն ուղղել։ Ես մեկ հարց պարոն Սքանդարյան, քանի որ դեր անում է շրջանակում, նաև արցախցիների մոտ ներքին խոսակցությունները, որ պաշտոն է առաջարկվել ձեզ Արցախի պետնախագահի քննարկելու կամ արդեն իսկ նշանակվել է, դուք ինչ պատասխանում եք։ Ճիշտ են այդ խոսակցությունները եւ վստահ եմ կհնչի հաջորդ հարցը, ինչու եք համաձայնվել։ Ես չէի կարող խոսել պետական ինստիտուտների դերի մասին եւ ստանալով առաջարկ ինքս լքել այդ շարքերը, ես իմ ունակությունների, կարողությունների շրջանակներում կանգնած եմ լինելու պետականության կողքին։ Երևի թե այսքանը։ Եվ մեկ համալրում սա մինապատված տարածք է, որտեղ բոլորս փորձում ենք ինչ որ ձևով պահպանել թե Արցախ բառը, թե Արցախի ներկայացությունը, թե ընդհանրապես պետական բոլոր ինստիտուտները եւ պարոն Իսկանդարյանը այս ամենին համաձայնելով ես իրեն համեմատում եմ ինչպես մահապարտներ, որովհետեւ այսօր մենք չունենք Արցախ, բայց ունենք շատ խնդիրներ, այդ պատճառով պետք է խնդրեմ բոլորս փորձենք օգնել եւ պահպանել այն ամեն ինչը ինչ որ մենք Ես կներկայացնեմ այդ բոլորի դիրքորոշումը եւ ձեզ շատ հանդիպեցի պատասխան ես կմարք ստանալ այլ ներկայացրած ենք ասի մեկ ամսվա ընթացքում աշխատանքային խմբերի կողմից գրանցված աշխատանքները իրականում բավարար կամ այսպես ձևակերպենք հայրենիություն բնակավայրերում մեր հայրենիքները մեկ շնչին հաշվով 3 միլիոն դրամ գումարը չափը հնարավոր եղավ հասնել 4 միլիոն դրամի եւ նաեւ այն դրական փոխությունները, որը գործընկերս ներկայացրեց։ Բայց խորհրդի դիրքորոշումը մենք համաձայնեցինք սոցիալական հարցերի մասով քննարկումներ ունենալ կառավարության հետ։ Նախապայմանը այն է, որ կենսական նշանակություն ունեցող սոցիալական
դիրքորոշումը հստակ է, որ մինչև արձակարությունը բնակարանով չապահովի, մինչև բնակարանային ծրագիրը մատչելի չլինի մեր բոլոր հայրենակիցների համար, պետք է բնակվածի աջակցության ծրագիրը շարունակել։ Եվ այն ժամանակ վրանային պայքարի ժամանակ ասպես ձևակերպ են, երբ որ ասում են մեկ ամիս, երկու ամիս, մենք կառավարության ասում ենք, որ խնդիրները բազմաթիվ են, եւ ձեր կողմից պաշտոնները բազմաթիվ են եւ մեկ-երկու ամիսը բավարար չեն լինելու։ Եվ մենք մեզ հավաստիացրեցին, որ երկու ամսում մենք այդ խնդիրները կարողանանք լուծել։ Եվ ասեմ, որ արդյունքները ներկայացրեցին, բայց բանակցությունները շարունակվում են, այսինքն փակուղի չի մտել, բայց մենք ունենք հետևյալ մի ամսից հետո մեր հայրենակիցների զգալի հատվածը բախվելու է շատ ուշ խնդիրների առաջ, այսինքն նույն խնդիրները, որ բնակվածը չեն կարողանալու տալ եւ սոցիալական ծանր վիճակի առաջ են գտնվելու։ Եվ այդ առումով հստակ ունենք դիրքորոշում։ Այս արդյունքները բավարար չեն։ Մենք հունիսի 23-ին հայտարարելու ենք պայքարի երկրորդ փուլի մասին եւ նաեւ ասելու ենք ինչ ճանապարհով ենք պայքարելու։ Այն հրապարակային հայտարարությունները, որ արել են, որ կառավարությունները դերի խոստումը չկատարի, միանշանակ դրոշի մեջ է, բայց եկեք մի բան հստակեցնենք, խորհուրդը կարող է հաջողություն հասնել, եթե մենք այս հարցերի շուրջ, ոչ միայն սոցիալական հարցերի շուրջ, արձակարության իրավունքների Արցախի հարցի շուրջ ունենանք լայն համախոհություն։ Այդ պատճառով մինչև հունիսի 23-ը մենք քննարկումներ ենք ունենալու մեր հայրենակիցների հետ, քննարկումներ ենք ունենալու այն միավորների հետ, որոնք աջակցել են պաշտպանել են մեր վարակարգը, նաև այդ ժամկետում հանդիպումներ ենք ունենալու մարզերում մեր հայրենակիցների հետ, տեղում ունենալու ենք խորհրդի ներկայացուցիչները, որոնք եւ համակարգելու են խորհրդի աշխատանքները, թե իրազեկման թե հետագործողությունների մասով, եւ այդ ամենի արդյունքում հունիսի 23-ին խորհուրդը հայտարարելու է իր գործողությունների մասին։ Այսինքն, եթե գաճ արտոպենք, համարում ենք, որ այս արդյունքները բավարար չեն, կրկին հավաստիացնում ենք այն հրապարակային հայտարարությունները, որ կապահովում ենք, պատրաստում ենք վճռականություն ունենք մենք պայքարելու ենք, ուղղակի այս ժամանակահատվածը պետք է, որպեսզի համառությանը համաձայնեցնենք։ Բոլորս պետք է գիտակցենք, մեր հայրենակիցները պետք է գիտակցեն, որ խորհուրդը հնարավոր միակ տարբերակ հաջողություն հասնելու մեր համախոհվածությունն է։ Եթե մենք հանրային աջակցություն չունենանք, լավ, ինչ հայտարարել եք, բավականին սկսենք, բոլորը հիշում անում ինչ ենք հայտարարել։ Եթե մեր հայրենակիցները մենք օգին չնանեն, ընդհանրապես չենք կարողանում։ Եվ նաև շատ կարճ փորձեմ անդրադառնալ, շատ քննարկումներ եղան հրապարակային քննադատություններ եւ այլն, բայց մենք հանրահավաքից հետո մինչև այս 2-3 ամիս ամենևին ռեժիմով խորհրդի ներկայացուցիչները աշխատել են։ Նաև մարտի 29-ին հանրահավաք ունեցան, լսելի բացառությամբ այդ արձակարարության խնդիրները բացառացան։ Դրանից հետո մեկ ամիս ունեցան վրանային պայքար։ Այդ ընթացքում հասանք նրան, որ կառավարությունը չեղարկեց իրենց այդ նոր ծրագիրը երկու ամսով երկարացրեց։ Բազմաթիվ կազմակերպություններ, կուսակցություններ, միավորումներ տեսփոխում են Հայաստանում, պաշտպանեցին վրանքը։ Ճնշման ներքո կառավարությունը գնաց քննարկումների եւ դաշնաճուտ ամեն փուլում ասած իմաստն է, որ ամեն փուլում որոշակի արդյունք գրանցեցին, բայց դա լիարժեք կարող է լինել, եթե մենք եմ ասում Արցախի հարցը մենք համարում ենք, որ համայն հայության արժանապատվության հարցն է, եւ դա մենք կարող հաջողությամբ այդ խնդիրները լուծել, երբ որ ունենանք այս հարցի շուրջ համախոհվածություն։